Աստծո վրա հույս։ Դե տենց ստացվում է։ Հա, արդյոք Ռուսաստանը տնտեսական պատերազմ է հայտարարել Հայաստանի դեմ։ Սենց գլոբալ մասշտաբային ռուսական պոլկեքից դուրս են գալի։ Գտնել նոր շուկա։ Այդ պոլկեքի վրա ադրբեջանական եւ թուրքական պրոդուկտներ են։ Հայեխել։ Ես Վարամ Միրաքյանն եմ, Մանթաշյանց գործարարների ակումբի նախագահը, Հայաստանից Ռուսաստան էքսպորտ անելու սահմանափակումների հետ կապված իմ կարծիքով պետք է սա դիտարկել որպես հնարավորություն, ընդհանրապես ցանկացած իրավիճակ պետք է դիտարկել հնարավորություն։ Հետևաբար մենք այս հնարավորությունը վերջնականապես պետք է օգտագործենք այլ շուկաների հետ աշխատել սովորելու համար։ Արդյոք Ռուսաստանը տնտեսական պատերազմ է հայտարարել Հայաստանի դեմ։ Դե ֆակտիչեսկի այո։ Ես Արտյոմ Թաթևոսյանն եմ, Gourmet բրենդի հիմնադիրը, քանի որ մենք մեր արտադրանքի 90% արտանում ենք Ռուսաստան, հիմա շատ լուրջ խնդիրներ ունենք։ Պետք է անենց անենք, որ իսկապես մենք չթշնամանանք եւ կարողանանք, որովհետեւ այս խնդիրները կգնան, բայց գլոբալ մենք որպես երկրներ պետք է իրար հետ պահպանենք լավ հարաբերություններ։ Օֆիցիալ ոչ, բայց ոչ օֆիցիալ գործողությունները ուրիշ ձևի չես կարող ձևակերպես։ Որպես Ռուսաստան արտանող ինչ ես կարծում, որ երրորդն է էս, որ սենց իրավիճակ եղավ, որ Ռուսաստանը սանկցիաներ անում Հայաստան դեմ տնտեսական։ Իրականում առաջինն է լուրջ, միջև այդ կոնյակի հետ է եղել, բայց իրանք շատ չնչին ազդեցություն են ունեցել, իրանք հեշտ լուծվել են։ Սենց գլոբալ մասշտաբային չի եղել պատմության։ Կոնյակի ուղղակի վերջերն հիշում ենք, ես մի 2 տարիներ հիշում եմ, բայց դրանց առաջ անդադ լինում էր էլի տարբեր։ Չէ, բանջարական նկատմամբ ինչ-որ Ռոստեխնադզոր ինչ-որ բան հայտնաբերում։ Չէ, սենց գլոբալ չէ, բայց ինքը կարող է ինչ-որ կամպանիայի հետ կապված, ասենք 100 հատ արտահանող ունենք, 100-ից 1-ի մեջ, բայց հիմա ինքը լրիվ փակել է, այդ լրիվ համեմատելի չէ։ Ոլորտային մի ընկերություն չի, ասենքն չգիտեմ, լոլիկն է փակվել ու գնաց մի ամիս։ Չէ, բան եղավ ինչ-որ։ լոլիկ չի փակել, եղել է կոնկրետ արտադրողին է, որ փակել են։ Ու կարծում եմ դա եղել է իսկապես ինչ-որ անորակ բան։ Այդ ոչ թե ինչ-որ հորինած էլի։ Կամ ինչ-որ իրավիճակը փոխվում, կանոնները փոխվում, մաքսատանը մեկ էլ սկսում է հերթեր առաջանալ, մեկ էլ գումար են սկսում վերցնել, մեկ էլ չգիտեմ ինչ։ Այնց անընդհատ ինչ-որ խնդիրներ հիշում եմ, որ ֆիքսում ենք, էլի։ Բայց լուծվում էին, բայց լուծվում էին։ Իսկ հիմա արդեն դե էս էլ նոր է սկսվել, դեռ հայտնի չի ոնց կլուծվի կամ ինչ կլինի, այստեղից։ Արդյոք ԵՄ-ի շուկան կարող է ողջ ծավալով փոխարինել ԵԱՏՄ-ի շուկային։ Դե ԵՄ-ի ՀՆԱ-ն համախառն ներքին արդյունքը մոտ 10 անգամ Ռուսաստանից մեծ է։ Այսինքն, եթե խոսենք ողջ ծավալով կարող է փոխարինել, իհարկե կարող է, ուղղակի հարցն է, որ պրոդուկտների տեսականին որոշ այնտեղ համար խորտ կլինի, բայց ԵՄ-ն էլ լայն հասկացություն, նույն, ասենք, չգիտեմ, մեր պոստսովետական որոշ ԵՄ երկրների համար շատ պրոդուկտներ կարող է ծանոթ լինեն նույն Լեհաստանի համար, նույն չգիտեմ Լիտվա, Լատվիա, Էստոնիա եւ այլն, այսինքն երկրներ, ովքեր որ Չեխիայի համար եւ այլն, բայց եթե խոսենք արդեն ավելի ավանդական Գերմանիա, Ֆրանսիա եւ այլն, հա, այնտեղի համար պետք է ուրիշ պրոդուկտներ լինեն եւ ինչ որ ժամանակի ընթացքում պետք է նաեւ մեր մենյուն փոխվի, մեր տեսականը պետք է փոխվեն արտադրանքների, եթե ուզում ենք ԵՄ-ի հետ աշխատենք, որը որ էլի կարճ ժամանակ չի, բայց կարծում եմ պետական սուբսիդավորմամբ կարող է այդ process-ը տեղ ունենա։ Ну, մասամբ համաձայն եմ, բայց կարծում եմ կարող է փոխարինի Եվրոմիության շուկան, ռուսական շուկան մոտավորապես մի 20%-ով, եթե մենք խոսում ենք մոտակա մի տարվա, 2 տարվա մասին։ Եթե մենք ուզում ենք գոնե մի 60-70%-ով փոխարինի, դրա համար մեզ պետք է մի 7-8 տարի մինիմում եւ թիմային աշխատանք պետության հետ, որ պետությունը մեզ աջակցի, մենք էլ պետությանը ոնց որ խորհրդատվություն տանք, ասենք ինչ ծրագրեր է պետք, որ մենք կարողանանք արդյունավետ այդ process-ը կազմակերպենք։ Կարծում եմ ավելի կարճ կարող տևի եւ երկրորդ հարցը կարծում չպետք է կենտրոնանանք մենակ Եվրամիության շուկայի վրա։ Չենք մենակ դրա վրա կենտրոնանալ։ Օրինակ, կարանք կենտրոնանանք, չգիտեմ, Չինաստանի շուկայի վրա, Հնդկաստանի եւ այլն, բայց այդ հասկանում եմ, որ ձեր
ապրանքային տեսականով Չինաստանը մի քիչ դժվար է, բայց ես ավելի լայն նկատի ունեմ, ասենք նույն կոնյակը, գինին եւ այլն, այսինքն ու այդ կենտրոնանալը նկատի ունեմ պետության տեսանկյունից ազատ առևտրի համաձայնագիր կնքելը որոշ ապրանքների տեսականով, ոնց որ մեր հարավարում Վրաստանն արեց շատ նույն Եվրամիության հետ ունի այդ ազատ առևտրի պայմանագիրը, Չինաստանի հետ ունի, այնտեղ չգիտեմ Հնդկաստանի հետ կարծեմ ունի եւ այլն։ Մենակ 2 տարի կտևի այդ պայմանագիրը կնքելը, պլյուս 2 տարի էլ կտևի, որ գործարարը պայմանագիր կնքի ինդեից հանցերից, այսինքն մենակ տեխնիկական գործողությունները կտևի մոտավորապես 3-ից 4 տարի, մենակ տեխնիկական։ Ես չեմ ասում, հետո շիփինգը ինչ որ մի ձևի կազմակերպես, հետո մարքեթինգը ինչ որ մի, այսինքն ցիկլը ուրիշ շուկա մտնելու մինիմում դա 5-ից 7 տարի է։ Եթե ամեն ինչ արված է իդեալական ճիշտ գրագետ։ Սա հիմա ինչ ծրագրեր մշակեն, պետք է իրանք 4-5 տարվա ժամանակահատվածով արվի, որ գործարարները այտենց ստրատեգիա մշակեն։ Նորից ասեմ համաձայն չեմ 4-5 տարվա մեջ, բայց եթե նույնիսկ այդպես է, ուրեմն ավելի լավ է սկսենք հիմա, քան անընդհատ այս խնդրի առաջ ժամանակ առ ժամանակ կանգնենք։ Միանշանակ։ Պետությունը պետք է իր արտաքին քաղաքականություն հարմարացնի գործարարի շահերին, թե հակառակը։ Դե եթե գործարարը կոնկրետ պետությունում ինքը մոտիվացիա չունի աշխատելու, ինքը ուղղակի գնալով սահմանափակում իր գործունեությունը ու երկիրները ուղղակի վերանում են, որտեղ որ չկա գործարարների աշխուժ մասնակցություն։ Եվ իհարկե, եթե սա թողնես գործարարներին, իրանք մի քիչ պետական շահերը կարող են մի քիչ այն կողմ դնեն, բայց եթե չկա partnership, պետություն եւ գործարար, դա դառնում է ուղղակի պայքար եւ միայն վնասատալի երկրի։ Այդ առումով համաձայն եմ, պետքա բան լինի։ Արտաքին քաղաքականություն համաձայնեցնել մի քիչ դժվար է, բայց կարծում եմ պետք է հաշվի առնել, շատ մեծ տեսանյութ բանով հաշվի առնել, որովհետև նույն պետությունը տնտեսությունից ամեն ինչ կախված է, վաղամիսօր տնտեսությունը վատ եղավ, հաստատ պետական ներկայացուցիչները իրենց այդքան ինքնավստահություն հաստատ իջնի, հնարավորություններ կթուլանա երկրի եւ այլն, էլի, չգիտեմ, նույն այդ պետության ներկայացուցիչները կարող հաջորդ ընտրություններին չանցնեն, քանի որ տնտեսական իրավիճակը վատանա երկրում, էլի։ Իմ կարծիքով մեր որոշում ընդունողները սիստեմատիկի ամիսը մեկ պետքա ինչ-որ խոշոր հաջողված գործարարների հետ հանդիպեն, ուղղակի լսեն իրանք ինչ են ասում։ Համաձայն եմ։ Միանշանակ, որտեղ դրանով մենակ իրանք որոշումների որակը անգամներով կբարձրանա։ Համաձայն եմ, ասում որ այս բավական վերջի շրջանում բավական հաճախացել է։ Որոշ պաշտոնյաների հետ արդյունավետ, որոշ պաշտոնյաների հետ անարդյունավետ, բայց ամեն դեպքում վերջի 10-20 տարիների ենթատեքստով եթե նայենք, այդ տեմպը հաստատ մեծացել է, արագացել։ Շատ բան փոխվել է հաստատ։ Ինչի վրա հույս դնի արտադրողը, երբ դիվերսիֆիկացիան դեռ ամբողջությամբ իրականություն չէ։ Շատ ճիշտ հարց։ Ինչի վրա հույս դնի։ Աստծո վրա հույս դնի։ Դե տենց ստացվում է։ Հա, չէ, հույս դնի։ Դե ցանկացած գործար պետք է հույս դնի իր վրա միշտ։ Այո։ Հա, երկրորդը այս բaragայում պետք է ոչ թե հույս դնի, այլ նաև պահանջի, որ պետական որոշակի բան լինի, էլի, քաղաքականություն, սուբսիդիա, աջակցություն լինի, գործարարներն ինձ ամեն դեպքում լավ հասկանան, ցանկացած մեծ պրոյեկտ, ցանկացած լավ հաջողություն, հաճախ դրանց հետևում ընկած էր անելանելի իրավիճակ։ Այո։ Ու այն գործարարները, ովքեր որ անելանելի իրավիճակ դիտարկում են որպես հնարավորություն, հետագայում իրենք շահում են։ Ուրեմն կենտրոնանք այս ուղղության վրա որպես գործարար, չէ՞ ոչ գործարարները կարող են ինձ մի քիչ սխալ հասկանան, բայց ընդհանուր գործարարները ինձ թվում է հասկանան։ Անկեղծ ասած, ինձ համար ավելի շատ ես մտահոգված եմ այն հարցով, եթե գործարանների մեծ մասը սկսի սահմանափակել իր մթերումները ռուսական շուկայի հետ կապված, ինչ դա ոնց կանդրադառնա գյուղացիների վրա, հասարակ մարդկանց վրա, որոնք որ 6 ամիսա փող են ծախսում, ժամանակ, էներգիա եւ իրանց բերքով են զբաղվում եւ գործարարը հա ինչ որ մի մասով կվերցնի ռիսկերի իր վրա, բայց ոչ ավել, քան ասենք 30-40%-ով։ Այս սեզոն հաստատ ամենալավատեսական սցենարով մյուս սեզոնում կարող է պատրաստել, բայց այս սեզոնը Չէ, կարանք, եթե ուզենանք, կարանք, որովհետև հիմա խնդիրը կայանում է նրանում, որ գործարանները մթեր են։ Դրա համար պետությունը պետք է
ասի ինչա պես քեզ գործարար ջան, որ դու այս ապրանքը մթերես։ Կուզենայի որ մեր պետություն եւ գործարար համագործակցությունը արդեն այն մակարդակի հասնեն, որ դրան չէ, այսինքն վերջը արդեն ամոթ է, էլի, հացնենք դանակը ոսկորին, նոր սկսենք քայլեր դիմել, էլի։ Հա, դե համաձայն եմ, բայց դե պետական արդյունավետության խնդիրը միշտ թույլ է ու դրա համար հաճախ հասնում է դրան։ Բայց մեր մեղքն էլ կա դրանում։ Մեր մեղքն էլ կա, որովհետեւ մենք պետքա որպես գործարարներ շատ ավելի պրոակտիվ լինենք ու շատ չվախենանք շատ հարցեր բարձրացնենք։ Հա, համաձայն եմ։ Ռուսական սահմանափակումների երկարաժամկետ շարունակությունն ինչ տնտեսական հետևանքներ կունենան։ Եթե մենք արագ գործողություններ հիմա չանենք, հետևանքներ կլինեն շատ վատ, քանի որ նայեք, եթե անգամ մի տարի գործարանները աշխատեն կամ չաշխատեն կամ 30-40% հզորությունով աշխատեն, այդ ինչա, մասնագետներն են գնում, աշխատողներն են գնում, վերամշակող այգիների քանակներն է, այսինքն գյուղացիները ծառերը կտրում են տեղը, ասենք։ Այսինքն մենք ոչ թե մի տարի ենք կորցնում այդ դեպքում, մենք կորցնում ենք 7-8 տարի ցիկլ, հա։ Այսինքն դա առաջի մեծ վնասը, երկրորդ մեծ վնասը, նայեք, երբ որ մենք ռուսական պոլկեքից դուրս ենք գալի, հաջորդ օրը այդ պոլկեքի վրա ադրբեջանական եւ թուրքական պրոդուկտներ են լինում։ Հաջորդ, մի շաբաթ հետո, որ պատկերացնենք, հետո ինչ որ ժամանակ հետո որ մենք փորձենք էլի վերադառնանք, ահռելի մեծ ջանք պետքա թափենք, ահռելի։ Դրա համար մենք պետքա այնքան խելոք գրագետ քաղաքականություն վարենք, որ մենք չկորցնենք մեր դիրքերը Ռուսաստանում։ Մեր ղեկավարների իմաստը հենց նրանումն է, որ իրանք հենց անելանելի սիտուացիաներում կարողանան ճիշտ կամ իմաստությունը։ Այո, գտնեն, որովհետև դա իրանց պարտավորությունն է։ Մենք դրա համար ենք իրանց ընտրել։ Եթե դու լավ ուժեղ բանակցող ես, պրոֆեսիոնալ, ցանկացած սիտուացիայում էլ դու կգտնես տարբերակ խնդիրը լուծելու։ Գլոբալ տեսականորեն լավ հնչում, բայց ինձ թվում է ուղղակի հա սիտուացիաներ կան, որ կարող չկարողանաս գտնես, հա։ Միգուցե, բայց ասենք այս դեպքում պետքա գտնեն, причем պետք անենց արվի, որ ռուսական կողմն հասկանա, որ դա իր շահերից էլ է ելնում։ Բայց ասեմ, որ նոր բանել են, նոր ամպերել են կուտակվում, օրինակ տեքստիլի վրա, որը որ ավելի մեծ էֆեկտ կունենա տեքստիլի, մենք յուղատեսության վրա ենք կենտրոնացել, բայց տեքստիլում էլ ամեն դեպքում լարվածություն կա այս բային, ու տեքստիլի հիմնական առանձնահատկությունն է, որ այդ ոլորտում հազարավոր աշխատողներ կան, էլի, այսինքն ճիշտ է աշխատավարձ ցածր է, բայց աշխատողների քանակն է մեծ, հիմնականում կանայք։ Ոնց որ տեքստիլի իրավիճակն էլ է բարտանում, այդտեղ էլ չգիտեմ, այդտեղ էլ, այսինքն մինչև մենք յուղատեսության խոսում, ասեմ այդ նոր ոլորտ կարող հայտնվի գլխներից։ Իմիջիայլից մի հատ կարևոր բան էլ կուզենայի ընդգծել, նայեք, պետությունը այդ լիզինգով շատ գործարարներին օգնեց եւ լիքը սարքավորումներ մենք նոր դրեցինք ու հզորացրեցինք, ուժեղացրեցինք, մեր արտադրությունները դարձրեցինք գերժամանակակից եւ այլն, ու հիմա ստացվում է մենք այդ լիզինգները վերցրած, մենք մնում ենք կիսափակված վիճակում, այսինքն մենք պետք է այդ լիզինգները փակենք, բայց միևնույն ժամանակ մենք չունենք շուկա չունենք եւ եկամուտ չունենք, այսինքն այստեղ շատ որ պատկերացնենք ոնց է այդ անդրադառնալու ընդհանուր տնտեսության վրա դա ահռելի բացասական էֆեկտ ունենա։ Կառավարությունը սուբսիդիաներ սահմանեց, բանակցություններ սկսեց ԵՄ-ի հետ, արտոնյալ պայմանների շուրջ։ Էլ ինչ անի։ Կառավարությունը, հա։ Բանով, տեսեք, բանակցությունը սկսելը լավ է, կարևորը երբ կավարտի ու ոնց կավարտի, այդ մեկ, երկրորդը պետք է ազատ առևտրի համաձայնագրեր կնքվեն մի շարք երկրների հետ, որը որ ըստ էության հավասարվում է ԵԱՏՄ շուկային դառնում, բերաբար, որտեղ առանց մաքս այդ ապրանք գնում այնտեղ։ Երկրորդը կառավարությունը պետք է աշխատացնի դեսպանատներին։ Օրինակ մենք այս գծում մեծ խնդիր ունենք, որ մեր դեսպանատների մեծ մասը թքած ունեն տնտեսական հարցերի վրա։ Ես օրինակ առնչվում եմ շատ դեսպանատների հետ, տարբեր, դե հիմնական պատճառաբանություն մենք տնտեսական կցորդ չունենք, տնտեսական կցորդ ունենք, եթե չեմ սխալվում 1 միլիարդ ծավել, որ երկրի շրջանառություն ունենք, այդ երկրներ, բայց հակառակ տնտեսական կցորդ պետք է ունենանք այնտեղ, որտեղ ցածր է շրջանառությունը։ Դեսպաններ պետք է ընկնեն հերթով սուպերմարկետները, դիստրիբյուտորների հետ պայմանավորվեն, դիստրիբյուտորներին իրենց հաշիվ բերեն Հայաստան, որ մեր հետ հանդիպում լինի, գործարեն ու հակառակը ստեղից տանեն այնտեղ, ու եւ այլն պայմանավորվեն սուպերմարկետները, դեսպանների գործը պետք է լինի, չէ՞։ Գալստոկները կապում են, իրենց համարում են լուրջ գործ են անում։ Լրիվ համաձայն եմ, միանշանակ ես վաղուց եմ դա ասում, բայց ես ճիշտ ասած հույսս չէի դնի դեսպանների վրա,
որտեվ դե պետական համակարգի հետ ինձանից լավ գիտես։ Ես գոնե խնդրեի, որ այդ կոնտակտները հավաքեին, տային մեզ, մնացածը մենք կանենք։ Այսինքն պետական մակարդակով մի հատ հրահանգ լինի, որ լուրջ վերաբերվեն։ Ասեմ ավելին, էլի, այսինքն կոնկրետ օրինակ էլ բերեմ։ Չեխիայի դեսպանը նույնիսկ առաջարկեցինք, մեր դեսպանը Չեխիայում, որ բան արեք, գտեք բայերների, մենք մեր հաշվին, մեր կազմակերպության այդ մարդկանց կբերենք Հայաստան, բիզնես տուր կանենք, ծանոթացնենք եւ այլն։ Դե ասած ես տնտեսական կցորդ չունեմ, այդ հարցով չեմ կարող զբաղվել։ Մեզ պետք է ուղղակի, որ այդ բայերը նստի մեր առջև, նայի մեր պրոդուկտը, ասի ինձ պետքա այս չափսի, այս գնի, այս դիզայնի։ Всё։ Այս համաձայն եմ, այս փուլում եթե մեր քաղաքական ղեկավարությունը զանգի Եվրամիության քաղաքական ղեկավարության, ասի, խնդրում եմ, հավաքեք բոլոր բայերներին, դիստրիբյուտորներին, սուպերմարկետի, մենք հրավիրում ենք իրենց բոլորին Հայաստան ծանոթանան, հաստատ կանեն, ու այդ լուծումը, ասենք չեմ ասում ավելի օրինակ, այսինքն մեծ ցանցերի տնօրինությանը եւ այլն։ Ճաշված որ փորձենք այնտեղ հայրել կգտնենք, որ լրացուցիչ մոտիվացիա կլինի։ Հիմա տենց միլիոններ ենք ծախսելու սուբսիդավորման վրա, միևնույն ժամանակ չի մանալով այդ սուբսիդավորված բիբարը ուր է գնալու։ Հա, ճիշտ է, պետք է։ Այսինքն մենք պետք է հիմնական բայերից սկսենք, հետո նոր սկսենք հասկանալ, օքեյ, որտե պետք է սուբսիդավորում, ստեղ պետք չի, էլի։ Ոչ մեկ դեռ չի պատկերացնում ինչ մեծ ազդեցություն է ունենալու, եթե մենք չկարողանանք ռուսական կողմի այս խնդիրները լուծենք։ Ազդեցությունները լինելու են շատ մեծ, թե ինֆլյացիա լինելու, թե գործարաններ են փակվելու, ու ամենավատը, որ այդ ամեն ինչը առաջերտին կպնելու ամենախոցելի մարդկանց, գյուղացիներին, գյուղական համայնքներին։ Հիմնական հարցը, որի հետ ես էլի շարունակում եմ արդյոք այդ համաձայն չլինել, դա այն էր, որ հնարավոր չի արագ լուծումներ գտնել, նույն Ուկրաինայի օրինակն էլ եթե նայենք, Ուկրաինայում էլ այս նույն բաներն եղան 14 թվականին ու իրենք էլ շուկաները բավական արագ փոխարինեցին։ Իմ կարծիքով շուկաների փոխարինման ժամանակը 1-ից 2 տարի կարող է լինել, ոչ թե 5-6։